Արարատյան դաշտում առնվազն 30 գյուղ զրկված է խմելու և ոռոգման ջրից իրար հետևից բացվող ձկնաբուծարանների և ջրային պաշարների անարդյունավետ կառավարման պատճառով, փաստում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ուսումնասիրությունը։ Վիճակը շտկելու համար Ամերիկայի կառավարությունը $3 միլիոն է տրամադրում Հայաստանին Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի պաշարը վերականգնելու համար։ Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը կարևորում է ծրագիրը, փաստելով, որ այս տարածքը միայն ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 40%-ը։ Այստեղ մի քանի խնդիր կա։ Առաջին հերթին ձկնաբուծությունը բավականին արագ, ինչ որտեղ անկառավարելի էր զարգանում, և ապօրինի ջրօգտագործողներ կային։ Բացի այդ, նախկինում արտեզյան ջուրը շատ էժան էր, գրեթե ձրի, ինչը նպաստում էր ջրի անխնա օգտագործմանը։ Մինչև 2015 թվականը ձկնարտադրողները 1 խորանարդ մետր ջրի դիմաց վճարում էին ընդամենը 5 լումա։ Ամիսներ առաջ կատարված փոփոխությամբ ստորերկրյա ջրի 1 խորանարդը դարձել է 50 լումա։ Այն դեպքում, երբ գյուղացիները ոռոգման համար վճարում են 22 անգամ ավելի՝ 11 դրամ։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հորդորում է կառավարությանը վերանայել դրույքաչափերը։ Բնապահպանները ողջունեցին, ձկնաբույսները քննադատեցին այս ծրագիրը, որը մեծացնում է վերահսկողությունը ջուր օգտագործողների նկատմամբ։ Կարծիքների բախումն այսօր անգամ անձնական վիրավորանքների հասավ։ Ձկնարտադրողների շահերը պաշտպանող Արթուր Աթոյանը կասկածի տակ դրեց ԱՄՆ գործակալության ուսումնասիրությունը, որի համաձայն Արարատյան դաշտում վերջին 10 տարիներին ստորերկրյա ջրային պաշարները նվազել են 3 անգամ։ Արդյոք միտում չկա ձկնաբուծության ոլորտը մենաշնորհացման տանելու։ Մինչդեռ բնապահպան Լևոն Գալստյանը համեմատելով ձկնաբուծարանների տված օգուտներն ու վնասները պնդեց. բազմաթիվ օրենսդրական արտոնություններ ստացած, անգամ շահութահարկից ազատված ձկնաբույսները պարզապես վատնում են բնական պաշարները։ Որն է մեր համար ավելի առաջնահերթ ձկնարդյունաբերությունը, որ մենք իրան ամեն հնարավորություններ տանք, որ ինքը զարգանա եւ մեր հարավոր պաշարները վերացնի, որը ոչ թե 3 տարում կվերականգնի, կարող է 300 տարի չվերականգնի։ Թե գյուղատնտեսությանը մենք նպաստենք, որպեսզի մարդիկ կարողանան լուրջ գյուղատնտեսությամբ զբաղվեն Արարատյան դաշտում։ Ստորերկրյա ջրերն անխնա վատնելու համար քննադատվող ձկնաբույսների շարքում նաև պաշտոնյաներ կան։ Պետական ռեգիստրում ձկնաբուծությամբ և իրացմամբ զբաղվող առնվազն 5 ընկերություն կա, որ ամբողջությամբ կամ մասնակի գրանցված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա մերձավորների անունով։ I don't frankly know the facts of who owns those enterprises. Մենք չգիտենք ում են պատկանում ձկնաբուծարանները և պարզելը մեր խնդիրը չէր։ Գիտենք կան դեպքեր, երբ այլանուններով են գրանցված դրանք, բայց գիտենք նաև, որ անգամ մեծ ձկնաբուծարանները չափից դուրս շատ ջուր էին օգտագործում, ընդ որում հաճախ ապօրինի և չէին վճարում դրա դիմաց։ Կառավարության անդամներն ընդունում են, որ մինչև 2014 թվականը լուրջ բացթողումներ են տեղի ունեցել ոլորտում։ Չափից դուրս շատ ջրօգտագործման թույլտվություններ են տվել։ Չնայած պաշտոնապես հայտարարում են, թե 2015-ին լուրջ միջոցառումներ են արել, ապօրինի ջրհորներ փակելու, կրճատել ջրօգտագործման ծավալները, սակայն փոխնախարար Սիմոն Պապյանն այսօր էլ պնդեց, որ կոնկրետ միջոցներ չձեռնարկելու դեպքում 15 տարի հետո ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք։ Իդեպ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ում օրոք է տրվել ստորերկրյա ջրերն օգտագործելու թույլտվությունների հիմնական մասը, նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ով այդ ջրային ռեսուրսները տնօրինող կարևորագույն օղակներից մեկն է։